Սիրելիներ, առաջին երբ որ մենք նայում ենք մարդու կյանքում, տրտունջ առաջանում է այն պահից, երբ որ իրեն սրտի ուզածը չի կատարվում։ Երբ որ ինքը խորում մտածում է, որ Աստված իրեն պիտի այդ աղոթքին պատասխանը տա, Աստված իրեն ուզածը պիտի անի, ոչ սիրելիներ։ Այս շատ անգամ այդ մեջ բերումն արել ենք, շատ անգամ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձրեք, Աստված Աբրամին դուրս բերեց։ Խոսել էր Աբրամի հետ, ասել է, որ քո զավակները, քո սերունդը ավազի հատիկից շատ պիտի լինեն։ Բայց 15-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձրեք, Աբրամը չունի զավակ։ Ինքը խոսմունքն ուներ, բայց սրան ինքը չէր հավատում։ Շարունակության մեջ գրված է, ով Տեր Յովա, ինչու, ինչ ես տալիս ինձ, քանի որ առանց զավակ եմ մնացել։ Եվ իմ տանտիրովը հա Դամասկացի Եղիազարն է։ Նաև ասաց Աբրամ, որովհետև ինձ սերունդ չտվեցիր, ահա իմ ընծոտին իմ ժառանգը կլինի։ Սա գոյություն էր, թե տրտունջ էր։ Եղբայրներ, քույրեր, հիշեք 73-րդ Սաղմոսի հեղինակ ամեն անգամ ես Ասապին մեջ բերում եմ անում։ Ասապի կյանքում ինչ խնդրեմ էր առաջացել։ Երբ որ կարդում ենք երկրորդ համարից գրված է, քիչ է մնացել, ոտքերը ստրվեն եւ բան չի մնացել, կնաս կսա։ Որն է պատճառը, որովհետեւ իրեն սրտի ուզածը չի կատարվել։ Կամ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ, երբ որ մենք անդրադառնում ենք, գրված է Տեր Հիսուս Քրիստոս խոսեց երկնքից իջած կյանքի մասին եւ այնտեղ պարզ երևում է այդ տրտունջը աշակերտների կյանքի մեջ։ Ինչ էին ասում, խիստ այս բանով կարող է լսել դրան։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք նայում ենք, Ասապը մնաց, չհեռացավ, երբ որ մտավ Տիրոջ խորանը, բայց աշակերտներ հեռացան Հիսուսից, այլևս չեն քայլում։ Եվ այսօր էլ մեր կյանքի մեջ, երբ որ մենք նայում ենք, այս խնդիրները կա։ Սիրելի քույրս, եղբայրս, Աստված ուզում է, որպեսզի մենք ամեն ինչի մեջ գոհանանք։ Աստված Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից, եւ ինքը խոսել էր Իսրայելի հետ, ասելով, որ պիտի տանի խոստացյալ երկիր։ Երբ որ լրտեսողները հետ վերադարձան, ներկայացրեցին պտուղները, բարիքներ, ասացին իրավցն է կատ եւ մեղր բխող երկիր է, բայց այստեղ ուշադրություն դարձրեք այն միտքը, որ իրենք բերեցին, ասացին այնտեղ ասկը զորավորը, պարիսպները բարձր են, ենակի որդիներ կա, գրված է, որ Իսրայելի ծերերը տրտնջացին, եկան Մովսեսի եւ Ահարոնի վրա, եւ այդ տրտունջը Աստծոյի վրա էր։ Այսօր էլ մեր կյանքի մեջ այս տրտունջը կա։ Եվ ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք, որտեղից է ծնվում մեր կյանքի մեջ տրտունջ։